Հրապարակ թերթը գրում է սեպտեմբերին սպասվում է քաղաքպայմանագրի հերթական համագումարը, որի ժամանակ նաև նոր վարչություն են ընտրելու։ Նախորդ վարչության ընտրության դառը փորձը հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանը մտադիր է ընդլայնել ընտրիչների թիվը, դրանով ավելի կառավարելի դարձնելով ընտրությունների արդյունքները։ Եթե անցած ընտրություններին վարչությունը ձևավորեց 1000 ընտրիչի կողմից, այս անգամ հնարավոր է կիսով չափ թիվն ավելանա, իսկ որքան մեծ լինի ընտրիչների թիվը, այնքան ընտրությունները կեղծելու հավանականությունը կփոքրանա եւ այնքան ազդեցիկ կդառնա առաջնորդի կարծիքը, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է հակակոռուպցիոն կոմիտեն գրոհ է սկսել։ Թերթի տեղեկություններով կոմիտեի աշխատակիցները առաջիկայում մտնելու են բոլոր տեսչական մարմիններ, թաղապետարաններ, համայնքապետարաններ։ Պատճառը կաշառքի կոռուպցիոն գործընթացների մասին օպերատիվ տվյալներն են։ Ասել է, թե առաջիկայում ձերբակալություններ են սպասվում, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է իշխող թիմը լարված նյարդային ժամանակներ է ապրում։ Բոլորը հայտնվել են Նիկոլ Փաշինյանի խոշորացույցի տակ։ Քաղաքացիական պայմանագրի կուլիսներում խոսում են, որ իրավապահները վերևից հանձնարարական են ստացել առանց բացառության ուսումնասիրել բոլոր падգամավորների ֆինանսական եւ այլ շարժերը։ Փաշինյանը բոլորի դեպ կոմպրոմատների թղթապանակներ է պատրաստում, որ ըստ նպատակահարմարության ոմանց զոհաբերի, հանուն իր վարկանիշի, ոմանց խաղից անի, ոմանց դեպքում էլ հնազանդեցնի որպես գործիք բանեցնի, գրում է թերթը։ Իրավունք թերթը գրում է քաղաքացիական պայմանագրում իրարանցում է առաջացրել Աննա Հակոբյանի վերջին օրերի պահվածքը։ Բոլորը մի մարդու պես որոշել են շեֆին նեղ է գցել այս հարցով։ Այլ կերպ ասած, առաջիկա վարչության նիստի ժամանակ Փաշինյանի առաջ պայման են դնելու՝ կամ տիկնոջը բերել ցիվիլ դաշտ, կամ իրենք փասեն նրան արդարացնելու գործում, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներքին հարցում է անցկացրել, պարզելու թե որքան ձայն կարող են հավաքել ուժերը, եթե այժմ անցկացվեն արտահերթ ընտրություններ։ Արդյունքները անհանգստացրել են կուսակցության ղեկավար կազմին, մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավաքած ցուցանիշն առավել բարձր է եղել, քան սպասվում էր։ Հենց սրանով է պայմանավորված, որ իշխանության ներսում կտրուկ աճել է ընդդիմադիրների դեմ ագրեսիվ հռետորաբանությունը։ Հարձակումները, ինչպես պնդում են թերթի աղբյուրները, համակարգվում են տարբեր մակարդակներում, падգամավորներից մինչև պետական պաշտոնյաներ։ Այդ շրջանակում է դիտարկվում նաև Աննա Հակոբյանի վերջին կոշտ եւ վիրավորական գրառումների ակտիվացումը ընդդիմախոսների հասցեին, գրում է թերթը։